Ողջույն բոլորին, այս տեսանյութում կտեսնենք, թե երբ կկատարվի ձեր բոլորի ցանկությունը։ Բոլոր տարվա նշաններին է սա վերաբերվում, նշաններով է, սա հաշվարկով չէ կամ ինչ-որ տարբերակներով չէ։ Սա կոնկրետ հենց ձեր նշանին է վերաբերվում, ընդհանրապես տարվա նշան են եւ կարող եք ձեր տարվա նշանը նայել, հավելյալ նշաններ պետք չի նայել, եթե ցանկանում եք կարող եք նայել ուղղակի ամսվա ծնված ձեր ժամկետը, մեկ այլ ալիքում այնտեղ կարող եք արդեն նայել եւ ձեր ամսվա ծնված նշանով եւ ասցենդենտով, եթե գիտեք, եթե չգիտեք, կարող եք ընդհանրապես նայել մեկ նշան, որովհետեւ նա հենց վերաբերվում է այդ կենտրոնակերպի նշանին ավելի շատ։ Եվ եթե դե գիտեք լուսնայինը կարող եք նայել միտեղ գրանցել, հասկանալու համար արդյոք կլինի այդ ժամկետում թե ոչ։ Այսքանը եթե չեք հասցնում պահել հստակ ցանկություն, ապա հետո վերադարձեք, որովհետև հստակ ցանկություն է պետք, որպեսզի ճիշտ լինի ձեր ցանկությունները, որ ճիշտ լինի կատարվելը։ Ճիշտ ժամկետ լինի, ճիշտ ժամանակահատված լինի, սխալմունքներ չլինի։ Եվ ֆիքսվեք ձեր ցանկության վրա, որովհետև ժամկետ եմ ասելու, որպեսզի հասկանաք, թե այդ ցանկությունը երբ է իրականանալու։ Այսքանը եւ կնայենք արդեն առնետների։ Տեսնենք, երբ կկատարվի ինչի աղեղնավոր առնետների ցանկությունը։ Ընդհանուր աղեղնավոր, երևի թե գիտեք, այստեղ ավելի շատ ինչ որ ովքեր առնետ են եւ աղեղնավոր, միգուցե պետք է ուշադրություն դարձնեք։ Ուրեմն սա յուրաքանչյուր ամսվա ամսի 3-ին է, 3 օր հետո, 3 շաբաթ հետո, 3 ամիս հետո։ Նաև սա նշանակում է, որ ինչ-որ մի գործընթացը պետք է սպասեք, որ դանդաղ ընթանա ձեր վերջին արդյունքին հասնելու համար, կարող է հիմա սկսվում է, բայց գործընթացը մի փոքր ավելի երկար կարող է տևել, որովհետև սա շատ արագ չի լինում։ Դե յուրաքանչյուր ամսվա 3-ին, միգուցե ամիսը այստեղ երևա, 5-րդ ամիս, միգուցե սպասեք մայիսի 3-ին, հավանականությունը մեծ է նաև։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք ցուլերին, եթե ովքեր նայում են առաջին անգամ, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, ամսվա ծնված ցուլերին չի վերաբերվում։ Երբ կկատարվի ցուլերի ցանկությունը։ Սա ամսի 30 օր հետո, ամենաշատը, նաև յուրաքանչյուր ամսվա 30-ին, 30 շաբաթ հետո, նաև տեսնանք, որ ամիսը, դև 30 ամիս մի տեսակ, այդքան էլ չեմ, 9-րդ ամիսը սա կլինի սեպտեմբերի 30-ին, ձեր ցանկությունները կիրականանան։ Նաև սա նշանակում է ձմեռ, որ երբ որ ձյուն է գալիս, ամեն ինչ ծածկված է ձնով։ Դե հիմա էլ է ձնով ծածկված, միգուցե ձուն գա հենց այդ ժամանակ նաև, եթե հիմա էլի գա։ Հանգստի ժամանակ է, այդ ժամանակ նոր տեղի կունենա ձեր ցանկությունները եւ կարող միգուցե դուք ինքներդ պետք է հոգեպես հանգստանաք նոր հետո լինի։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք վագրերին։ Երբ կկատարվի վագրերի ցանկությունը։ Դե սա 16 օր հետո, յուրաքանչյուր ամսվա ամսի 16-ին, 16 շաբաթ հետո, միգուցե ոմանց մոտ 16 ամիս հետո, 1 տարի 4 ամիս է, եւ նաեւ կարող է լինել նոյեմբերի 16-ին, նոյեմբերի նաեւ փետրվարի 16-ին, երկու նշան այստեղ կարող եմ ասել։
եւ ձեր ցանկություններին հասնելու համար պետք է անպայման դուք ինքներդ անեք, որովհետեւ աստղը դա հեռավոր է։ Գուցե կարող է օտար երկրների մասին է խոսքը այնտեղի հետ է կապված ձեր ցանկությունը։ Եվ ձեր ցանկությունը կարող է լինել գիշերը, երբ որ բավականին շատ աստղեր կան, ամպեր չկան։ Այսքանը ձեզ համար մաղթում եմ, որ ձեր ցանկությունները կատարվեն։ Գնանք նապաստակներին։ Եվ կկատարվի նապաստակների ցանկությունը։ Միգուցե 2 օր է, սա կարճ ժամանակահատված է ասում ձեզ, 2 օր է, 2 շաբաթ, 2 ամիս, յուրաքանչյուր ամսվա ամսի 2-ը, և ընդհանրապես սա ոնց որ 1-ից մինչև 14 օր է տևում։ Դե իրոք կախված է ձեր ցանկությունից։ Եթե ամեն ինչ պատրաստ է, ուրեմն 1-ից 14 օր կարող եք սպասել եւ կլինի այն։ Նույնպես որ սպասեք։ Նախ ինքը կարճ թիվ է, այսպես թե այնպես երկար չեք սպասելու։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք վիշապներին։ Եվ կկատարվի վիշապների ցանկությունը։ Յուրաքանչյուր ամսվա ամսի 22-ին, նաև 22 օր հետո, նաև 22 շաբաթ հետո, գուցե 22 ամիս հետո, 1 տարի 10 ամիս, և ամիսը այստեղ կարող է լինել հուլիսի 22-ը նաև, եթե այդպես ամսով վերցնենք։ Եվ նաև այս քարտով դուք պետք է 4-ից 6 շաբաթվա ընթացքում որևէ կարևոր որոշում կայացնեք, ընտրություն կատարեք, ճիշտ ընտրություն, դրանից էլ կախված կլինի ձեր ցանկության իրականացումը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք օձերին։ Եվ կկատարվի օձերի ցանկությունը։ Սա 32 օր հետո, նաև 32 շաբաթ հետո, այստեղ ամիս չունենք, կարծես թե։ Սա նաև 4 շաբաթ հետո և երեկոյան ժամերին, երբ որ լուսինն է դուրս գալիս, գուցե նաև խավարման ընթացքում, այս խավարումը շուտով նաև նորալուսին է, այնպես որ կարող է այդ ժամանակահատվածում, ավելի ճիշտ է։ Նաև այն ժամանակն է, երբ որ ավելի շատ կխորանաք այդ ցանկության մեջ, թե ինչ եք ուզում և ինչի եք պատրաստ հանուն այդ ցանկության։ Եթե հետևում եք լուսնային ցիկլերին, ապա սա նաև այն օրերն է, որը որ նշվում է լուսնային օրերի մեջ, որ օրինակ ձեր ցանկությունները կիրականանա կամ այս գործը կարող եք անել, որը հաջողություն լինի, կախված է թե ինչ եք պահել, միգուցե նաև լուսնային ցիկլի հետ համատեղ եք։ Դա նաև սա ուղղակի երեկոյան ժամերն են, երբ որ լուսինը դուրս է գալիս, հատկապես կարող է լինել լիալուսնի ժամանակ, երբ որ լուսինը վառ է և խավարում է, մի մոռացեք, շուտով խավարում է։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք ձիերին։ Եվ կկատարվի ձիերի ցանկությունը։ Սա հենց հաջողության քարտն է, այնպես որ երկար չեք սպասի։ Սա նշանակում է 33 օր հետո, 33 շաբաթ հետո, հիմա, հենց հիմա, կարող է նաև կատարվել, սա աստվածային ժամ, ոնց որ հույսներդ պետք է դնեք Աստծու վրա։ Ոնց որ օգտվեք այդ առիթից, երբ որ սա ընկած է,
դուք պետք է հենց այդ իրավիճակը լինում է, դուք պետք է ամփոփեն օգտվեք այդ ձեր ցանկությունը կատարելուց։ Դուք կզգաք դա, երբ է լինում, որտեղ ոնց որ Աստված կտա այդ հնարավորությունը, այդ դռները կբացի ձեր առջև եւ կկարողանաք, բացի նշածս օրերից, կկարողանաք այդ ձեր ցանկությունը իրականացնել հենց այդ պահի ազդեցության տակ։ Եվ պետք է դուք ինքներդ էլ եւս բաց լինեք դիմացինի համար, դիմացինի ձեր ցանկության համար, բաց լինեք մարդկանց հետ, անկեղծ լինեք մարդկանց հետ։ Եվ դուք պետք է պատրաստ լինեք ամեն ինչին եւ ընդունեք այդ հաջողությունը, որը որ կգա ձեր կյանք։ Այդ ձեր ցանկությունը, հա, ձեզ որպես հաջողություն է լինելու։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնայինք այծերին, սա նաև ոչխարներ է նշանակում։ Երբ կկատարվի այծերի ոչխարների ցանկությունը։ Սա յուրաքանչյուր ամսվա 26-ին, 26 օր հետո, նաև 26 շաբաթ հետո, ամիսը տեսնենք, 9-րդ ամիս, սեպտեմբերի 26-ին կարող եք սպասել ձեր ցանկությանը։ Նաև սա եթե անձնական հարաբերությունների մասին, ապա պետք է հասկանաք, որ ժամանակ է պետք իրեն ճանաչելու համար, ժամանակ է պետք գործերը առաջ մղելու համար, ձեր ցանկությունները, հա, ոնց որ կունենամ խանութ օրինակ, հա, այդպես։ Ունենամ տուն։ Հա, ձեր ցանկությունները կիրականանան, բայց ժամանակ է պետք, որ դուք լիարժեք տուն կառուցեք։ Կարող եք, հա, ինչ-որ մի բան ունենալ, բայց լիարժեք տուն կառուցելու համար ժամկետ է պետք։ Նույնն էլ հարաբերությունները, աշխատանքը, կարիերան, ինչը որ կա, ինչը որ պահել եք։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնայինք կապիկների։ Երբ կկատարվի կապիկների ցանկությունը։ 9 օր հետո, 9 շաբաթ հետո, 9 ամիս հետո, յուրաքանչյուր ամսի 9-ին, 9-րդ ամսում, դա կարող է լինել սեպտեմբերը, նաև կարող ենք նայել, գուցե էլի ցույց է տալիս, սա հոկտեմբերի 9-ը նաև, եթե այդպես նայենք, նաև ամիսը հավելյալ։ Սա նաև կապված է գարնան հետ, որ ավելի շուտ գարնանը նաև կարող է լինել, երբ որ ծաղիկները ծաղկում են, երբ որ ամեն ինչ լավ է։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Եվ սա ձեզ մեծ ուրախություն է բերելու այս ցանկության իրականացումը ի դեպ։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնայինք աքաղաղներին։ Երբ կկատարվի աքաղաղների ցանկությունը։ Նորից էլի կապիկների նման։ Սա յուրաքանչյուր ամսվա 9 է, յուրաքանչյուր 9 օր հետո, 9 ամիս հետո, 9 շաբաթ հետո, նաև սեպտեմբերին կարող է լինել, էլի 9, այսպես թե այնպես, հա, սեպտեմբերի 9-ը կարող է նաև լինել, այստեղ ոնց որ ճակատագրական քարտ է, սա, կամ 9-րդ ամիսը ձեզ համար ճակատագրական է, ձեր ցանկությունները կիրականանան, կուրախանաք այս ցանկությունների ժամանակ, եւ բացի դա էլ այստեղ եթե 9, դա կարող է լինել բացի սեպտեմբերից, սա նշանակում է նաև գարուն, երբ որ ծաղիկները ծաղկում են, եւ սա է, այսա շուտով գարունը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնայինք շներին։ Երբ կիրականանա շների ցանկությունը։ Սա 17 օր է, յուրաքանչյուր ամսվա 17-ը, 17
շաբաթ հետո, նաև դա կարող է լինել 17 ամիս հետո։ Ասեք տեսնենք, որովհետև ամիսը այստեղ չի բերում։ Կարող է լինել երկրորդ ամիս, խավարման ժամանակ է սա։ Խավարում է սա, այնպես որ խավարման ժամանակ ձեր ցանկությունները կիրականանան։ Նաև սա նշանակում է մայիս ավելի շատ, գարուն ավելի, որովհետև գարունն են առագիլները գալիս, բույն դնում ծառերի վրա, այնպես որ հենց այդ ժամանակ։ Ձմեռ գարուն, նաև գարուն ամառ այդ ժամանակահատվածում։ Նաև գիտեք, երբ որ ժամերն են փոխում։ Հայաստանում կարծես թե չեն փոխում, բայց մեկ այլ երկրում ժամեր է փոխվում, կարծեմ փետրվարին, թե մարտին, փետրվարին է երևի փոխվելու, չգիտեմ երբ են փոխում, փետրվարին է կամ մարտը, վերջին մեկ շաբաթը, դա էլ է, մայրա թես այլ վերջին օրերն են գնում։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները կատարվեն, գրեք մի տեղ, որ չմոռանաք։ Գնայինք վարազներին, խոզերին։ Երբ կկատարվի վարազների ցանկությունը։ Սա 7 օր է, 7 շաբաթ, յուրաքանչյուր ամսվա 7-րդ օրը, 7 ամիս, նաև հուլիս ամիսը սա կարող է ցույց տալ նաև ձեզ։ Եվ նաև սա նշանակում է մի փոքր դանդաղում, ինչ առումով, որտեղ օդը ընդհանրապես դանդաղ է գնում եւ ինչ որ իրավիճակներ, իրադարձություններ կարող են դանդաղ ընթացք ստանալ։ Միգուցե կախված չի ձեզանից, միգուցե այդ գործընթացն է այդպես պահանջում։ Կախված է ձեր ցանկությունից, ինչ եք դուք պահել։ Ամեն ինչ չէ, եւ պետք է հասկանալ, որ օդը շատ անսպասելի մեկ էլ հարձակվում է։ Իսկ դա նշանակում է, որ կարող է սպասեք եւ ոչ թե անսպասելի մի պահի ձեր ցանկությունը իրականանա։ Բացի նշածը ժամկետներից, այդ հաշվի առեք։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկություններն իրականանան։